Բարի առավոտ, սիրելի հեռուստադիտող, 21 TV եթերում իր աշխատանքն է սկսում օրդ բարի առավոտյան ծրագիր։ Մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եւ Վրեժ Կիրակոսյանը պատրաստ ենք այս առավոտը լինելու ձեզ հետ միասին եւ փոխանցելու միմիայն դրական էներգիա։ Իսկ դրական էներգիա ունենալու համար պետք է լիցքավորվել լրացուցիչ մեթոդներով, օրինակ երաժշտությունը լիցքավորում է մարդուն եւ էներգիան ավելի է բարձրանում տրամադրությունը։ Տեղն ենք գնում, ինչ էլ այս պահին առաջարկում ենք։ Դու կարդում ես իմ մտքերը, լավ երաժշտություն այս պահին գնացինք։ Արթնացանք, առույգացանք, ճիշտ ժամանակն է լավ նորություններ հայտնել։ Նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ բարի ազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա Օֆելիա Համբարձումյան 100 խորագիրը գրող հոբելյանական համերգային ծրագրով։ Եվ այդ կապակցությամբ մեզ մոտ այսօր հյուրերն են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի Քամանչահարուհի Մերի Գալստյանը, բարի առավոտ, եւ դուդուկահար Արտուր Երկնափեշյանը, բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ մեր տաղավարում եք եւ այս առավոտը խոսելու ենք այս հրաշալի նորության մասին։ Մանավանդ շնորհակալություն հրընկալելու համար։ Մեծ սիրով եւ կուզենայինք պատմեք ծրագրի մասին, ինչպես ցակեց միտքը, դե բնականաբար գիտենք ում է նվիրված, հա, խորագիրը, բայց մանրամասներ պատմեք։ Կարելի ասել մեծ պատիվ է նման հիշարժան երեկոն նվագել, հենց մեր նվագախմբի համար շատ մեծ պատիվ է։ Մեր ծրագրում ներառել ենք թե չենք կարող բոլոր այն ծաղկակաղ ենք արել, բոլոր սիրված երգերից ամեն մեկից կա եւ հրավիրել ենք շատ մեր տաղանդավոր երգիչներին, ովքեր կկատարեն այդ երգերը։ Ունենք Սայաթնովա մեր ծրագրում, դե միանշանակ Օֆելիա Համբարձումյանի երգացանկում մեծ դեր է ունեցել Սայաթնովայի երգերը, ունենք Աշուղ Շերամ, Աշուղ Իգիթ, մեր երգիչներն են Վարդան Բադալյանը, Դավիթ Խաչատրյանը, Թաթուլ Աթունյանի անվան մեր ներքիչները տաղանդավոր, Մարինե Նանյան, Գայանե Սիմոնյան եւ այլոք, եւ կարող եմ ասել, որ շատ ջերմ, շատ հիշարժան հոբելյանական երեկո է սպասվում մեր հանդիսատեսին, քանի որ մենք մեծ սիրով ու ջերմությամբ սպասում ենք այս համերգին։ Շատ բարի, հետաքրքիր ձեզ համար ինչ նշանակություն ունի այս համերգը, ինչպես են ընթանում փորձերը, ինչ ծրագիր եք ներկայացնելու։ Համերգը շատ կարևոր համերգ է, շատ պատասխանատու համերգ է։ Ճիշտ ասած, ահագին երկար ժամանակ էլ պատրաստվել ենք։ Լավ համերգ լինել է մի խոսքով, հրավիրում եք բոլորին։ Այ օրինակ նվագախմբի հետ կապված, հա, գործերը, որոնք որ պետք է հնչեն, ինչ որ նոր շունչ են տրվել դրանց, թե պարզապես, այսինքն այն ինչ որ կա դասականը պահպանվել է, հետաքրքիր է նաև կարծում եմ հեռուստադիտողին ինչ են լսելու Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Տարբեր են, կան ստեղծագործություններ, որ ոնց երգը կա, ոնց գործի կարողված կա, հենց տենց էլ եւ երգեր կան, որ արդեն մշակված են, գործի կարողված են հենց մեր նվագախմբի համար հետաքրքիր է լինելու։ Իսկ այսօր գործիք չեք վերել տաղավար, որպեսզի վայելենք ձեր երաժշտությունը։ Որպեսզի անակնկալ մնա եւ մեր հանդիսատեսները հենց տեղում։ Այսպես նայենք, հեռուստադիտողը ասի, բա, ասենք, բա գնացեք դեկտեմբերի, նոյեմբերի 12-ին գնացեք եւ վայելեք կենթանի կատարումով կենթանի նվագախումբ եւ երգեր։ Գնացեք եւ վայելեք լեգենդար օրկեստր, լեգենդար նվագախումբ, երաժիշտներ, լավագույն երաժիշտները, ովքեր կներկայացնեն ամենալավագույն մեր ստեղծագործությունները, որոնք որ ժամանակին իհարկե կատարել է մեր հրաշքը Օֆելիա Համբարձումյանը։ Եվ հենց ճանաչում է գտել իր կատարմամբ։ Կարող եմ ասել, կներեք, որ մեր փորձերը ավելի մտերմիկ ու ջերմ են ասում այն առումով, որ մեր մայստրոն, պարոն Նորայր Դավթյանը, որպես երաժիշտ եւ որպես դիրիժոր աշխատել է Օֆելիա Համբարձումյանի հետ եւ մեր փորձերի ընթացքում փոքրիկ ընդմիջումներով շատ ուրախ եւ ինչու՞ չէ, ծիծաղելի պատմություններ է պատմում։ Նու չեմ կարող մտաբերել, քանի որ ավելի լավ է հենց մայստրոից լսել այդ պատմությունները։ Կարծում եմ, արդյոք ունենանք։ Այ հետաքրքիր է ստեղծագործությունները, որոնք որ ընտրված են, հա, կատարման համար, կան հանրահայտ ստեղծագործություններ, որոնք օրինակ Սայաթնովայից են եւ այլն տարբեր աշխուղական ստեղծագործություններ են։ Նաեւ կան այնպիսի ստեղծագործություններ, որոնք որ օրինակ անդրադարձել են մեկ անգամ, հա, եւ դրանից հետո
չի հնչել, այսօր վերցրել է նվագախումբը եւ կատարելու է կամ որևիցե արտիստի է հրավիրվել, որ պետք է հնչի։ Փորձեմ հիշել։ Կարծում եմ ավելի շատ հայտնի ստեղծագործություններ, ավելի շատ հայտնի սիրված ստեղծագործություններ են, հետաքրքիր է պարզապես։ Ավելի շատ հայտնի, այո, որպեսզի նրանք հետ գնան, հիշեն այդ տարիները, հենց եթե լինեն այնպիսի մարդիկ, որ ներկա են գտնվել հենց Օֆելիայի կատարման ժամանակ, չէ, բոլորը հայտնի են։ Բոլորը հայտնի։ Բայց դրանց հետ զուգահեռ նաև կլինեն նաև գործիքային կատարումներ մեր նվագախմբի կատարմամբ հին եւ նաև նոր ժամանակակից մշակույթներով։ Այո։ Բացի այս համերգային ծրագրից կա նախատեսված հյուրախաղի տեսքով ծրագիր, որ դա կարողանան վայելել նաև Սփյուռքում, թե դեռ վաղ է այդ մասին խոսելը։ Պլաններում կա, բայց դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Մեծ համերգներ ունենք փետրվարին, որը մի քիչ մոտիկանա, նորից սիրով կասենք։ Շատ ամեն ինչ էսպես կտրուկ ու քիչ է, որ կգանք, կասենք, տեղում եկեք, տեսեք, եկեք, լսեք, կգանք, կասենք։ Այսպես են ներկայացնում մեր հյուրերը, բայց ամեն դեպքում պետք է ներկայացնենք, թե ինչ են տանելու իրենց հետ, հա, հանդիսատեսը, առհասարակ ձեր հանդիսատեսը, եթե այսպես վիճակագրական տվյալներով նայենք, շատ են կրկնվող մարդիկ, ովքեր որ այսպես ձեր հավատարիմ հանդիսատեսն են եւ միշտ գալիս են վայելելու որ բեմում էլ որ ելույթ ունենաք։ Հավատարիմ հանդիսատեսներ ունենք, նույնիսկ արդեն դեմքով ենք ճանաչում, բայց ինչու՞ չէ ամեն անգամ փոփոխվում է, նաև ունենում ենք արտերկրից եկած հանդիսատեսներ, նաև շատացել են երիտասարդները։ Դա շատ ուրախալի փաստ է մեզ համար, որ երիտասարդները նույնիսկ փոքր հասակի ու շատ մեծ ոգևորվածությամբ ու հետաքրքրվածությամբ դիտում են ու կնդրում են, ինչու՞ չէ մեկ-մեկ էլ մոտենում են, հարցնում են գործիքների մասին, դա է շատ ամենակարևոր ու ամենաուրախ կետը։ Հրաշալի է։ Ինչ մեզ մնում է մաղթել ձեզ հաջողություն, լավ ելույթներ, իհարկե ես վստահ եմ, որ դահլիճը լեփլեցուն է լինելու եւ ըստ մեկ անգամ հիշեցնենք մեր հանդիսատեսին, հա, ձեր հանդիսատեսին, նաեւ մեր բոլորի իհարկե հեռուստադիտողին, որ սույն թվականի նոյեմբերի 12-ին ժամը 19:00-ին Հայաստանի Պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի համերգասրահում ժողովրդական երաժշտության եւ բարեազգային կենտրոնի վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը հանդես կգա Օֆելիա Համբարձումյան 100 խորագիրը կրող հոբելյանական համերգային ծրագրով։ Իսկ ծրագիրը ինչքան է տևելու, տևողության առումով ընդմիջում լինելու է, թե համերգը սկսվելու է առանց ընդմիջման վայելելու են, ընկերվելու են մոտենալ։ Գնեք տոմսեր, փնտրեք եւ գնացեք։ Մեր մայեստրոն այնպիսի դասավորվածություն է տվել, որ ոչ ոք չի հոգնի, նույնիսկ անգամ երևի թե կուզեն որ շարունակվի համերգը։ Չեն էլ զգա թե ինչպես է ժամանակը անցնում այս։ Ձեզ էլ մեծ սիրով կսպասենք մեր համերգին։ Սիրով ներկա գտնվենք, շնորհակալ ենք, որ այս առավոտ ժամանակ գտաք փորձերից զատ եկաք մեր տաղավար եւ պատմեցիք կանալիք համերգի մասին, վստահաբար ձեր փորձերը հիմա դեռ շարունակվում են ու բավականին երևի թե բարդ, մեզ մնում է ձեզ հաջողություն մաղթել, լավ համերգ եւ թող շարունակական լինի, մենք է սիրով կլուսաբանենք նաեւ հյուրախաղերի մասին։ Շնորհակալություն։ Ձեզ մաղթում ենք հաջողություն, մեր ողջույնները նաեւ փոխանցեք մայստրոին, թող իրեն առողջություն լինի, որպեսզի այդ լեգենդար նվագախումբը երկար ապրի եւ ազգային երաժշտությունը պահպանի։ Տարածի։ Շատ շնորհակալություն։ Այսպիսին էին արվեստային նորությունները, սիրելիներս, անպայման բացի մի թողեք եւ գնացեք նոյեմբերի 12-ին վայելու այս հրաշալի համերգը, մանավանդ խորագիրը, որ կրում է Օֆելիա Համբարձումյան 100, կարծում եմ արդեն իսկ արժի գնալ, հիշել լեգենդար արտիստուհուն, նրա կատարումները, վերլուծել, մտովի վերապրել եւ հասկանալ, որ երբ արտիստը կենթանի չի լինում, միևնույն է շարունակում է մնալ մեր հոգում, սրտում, նրա երաժշտությամբ, երգերով ու թողած ժառանգությամբ այս պարագայում այնպես որ հրաշալի գործ է արվում ձեզ համար նոյեմբերի 12-ին գնացեք եւ վայելեք։ Այո, ես կհավելեմ, որ գնացեք մասնակցեք ցանկացած միջոցառման, դա կլինի Օֆելիա Համբարձումյան 100 թե այլ ներկայացում, որպեսզի ձեր օրը մշակութային լինի։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում ենք հաջողություն եւ թողնում եւս մեկ տեսահոլովակ։ Մնացեք բարի։ Մնացեք բարի։